Կարում ենք տաք վերմակներ, բրդյա։ Լորվա այս արտադրամասում սառը աշնան պատճառով չէ, որ որոշել են տաք անկողին կարել։ Մեկ տարի առաջ, երբ բարեգործական նախագծով գյուղում հիմնվեց կանանց զբաղվածություն ու եկամուտ ապահովող Made in Վահագնի ընկերությունը, չէին էլ պատկերացնում, որ կգա մի օր իրենք էլ ուրիշին օգնության ձեռք կմեկնեն։ Վերջին 2 շաբաթում կարել ենք 200-ից ավել սպիտակեղեն վերմակներ մեր հայրենակիցների համար, որպեսզի կարողանանք ինչ-որ բանով օգնել նրանց։ Մինչև վերջերս բժշկական արտահագուստից մինչև մեղվապահի շոր կարող փոքրիկ այս բիզնեսը տեսականին ամբողջությամբ ժամանակավորապես փոխել է արտադրամասը բացած Աստղիկ բարեգործական հիմնադրամի հետ համաձայնեցրած։ Իրավիճակից ելնելով որոշեցինք վերապրոֆիլավորել արտադրամասը եւ այս պահին կարում ենք սպիտակեղեն, տաք վերմակներ, բարձեր Արցախցի մեր հայրենակիցների համար։ Կառույցի մեկ այլ նախագիծ մանկական գույնզգույն բաճկոններով հայտնի դարձած Made in Կուրթանը նույնպես այս փուլում փորձում է աջակցել տեղահանված մեր հայրենակիցներին։ Անվճար բաժանել, նվիրել չեն կարող, քանի որ իրենք էլ ֆինանսապես շատ ուժեղ չեն, հումքի համար պարբերաբար ծախսեր են անում։ Բայց եթե ապրանքը օժանդակության է գնալու, 2 արտադրամասն էլ վաճառքի մեծ զեղ չեն սահմանել, ասում է հիմնադրամի ղեկավարը։ Գնացուցակ ենք հատուկ սահմանել այն կազմակերպությունների համար կամ անհատների համար, ովքեր գնումներ են կատարում մեր արցախցի հայրենակիցներին եւ արցախցի բալիկների համար, գրեթե ինքնարժեքով ենք վաճառում։ 100 բաճկոն ու անթևիկ ֆրանսիահայ մի երիտասարդ օրերս Գորիս է տարել կարիքավորներին բաշխելու։ Ամերիկահայերի մի խումբ էլ բրդե 500 վերմակ ու սպիտակեղեն է պատվիրել լոռիում ապաստանած ընտանիքների համար։ Կուտակած կտոր ու անհրաժեշտ այլ հումք ունեն, կանայք պատրաստ են նաև լրացուցիչ հերթափոխով աշխատել ու անկողնու թե տաք վերնահագուստի, հուդիների, բլուզների, նաև գիշերազգեստի որքան պահանջարկ լինի, կարել։ Հրատապ այս նախաձեռնությանը զուգահեռ բարեգործական հիմնադրամի հոլանդացի նվիրատուների հետ սկսել են քննարկել Լորվա գյուղերում հաստատվող մեր հայրենակիցների համար բակային մինի ջերմոցներ հիմնելու հնարավորությունը։ Հերմինե Բաղդասարյան, Սերինե Սերոփյան, Հովանես Քյոսեյան, լուրեր։